Սևանի Հովանես Այվազովսկու անվան արվեստի դպրոցի ցուցասրահում ներկայացված են խմբավարների և խմբակներ հաճախող երեխաների ձեռքի աշխատանքները։ Առանձին տաղավարներում ցուցադրված են հելյունագործություններ, ասեղնագործություններ, գոբելեն աշխատանքներ, փափուկ խաղալիքներ, հագուստ, նկարներ և տասնյակից ավել խմբակների ձեռքի աշխատանքներ։ Ես արվեստի դպրոցում հաճախում եմ երկու խմբակի՝ դիզայնի և հելյունագործության։ Ես դիզայնում և հելյունագործության խմբակներում պատրաստել եմ ընդհանուր 10 աշխատանք։ Պատրաստում ենք թղթերից, ուլունքներից և տարբեր առարկաներից։ Քաղցր կոմպոզիցիաները մենք պատրաստում ենք նաև կոնֆետներով։ Չունենալով հարուստ նյութատեխնիկական բազա, խմբավարները և իրենց աշակերտները լրիվ բավարարել են անհրաժեշտ նյութատեխնիկական բազան, ստեղծել են իրենց համար սեփական բազա և աշխատել եղած հումքով։ Աշակերտները մեծ սիրով են հաճախում արտադպրոցական հիմնարկ, 300-ից ավելի աշակերտներ ունենք կենտրոն հաճախող և կարելի ասել, որ հաճախումները շատ լավ են, աշակերտները սովորում են 2-3 տարի, ստանում են ավարտական վկայական, որը հետագայում նաև իրենց հացի խնդիրը կլուծի։ Ես իմ դիպլոմային աշխատանքի մեջ նկարել եմ կարմիր ծաղիկներ։ Արվեստի դպրոցն այս տարի ավարտեց սաներից 72-ը, ովքեր հունիսի 22-ին միջոցառման ընթացքում ներկայացրին իրենց նկարները և ստացան ավարտական վկայականները։ Ներկայացնում եմ բնանկար բուժնի գյուղից, դաշտավայր շրջափակ լեռներով, փորձեմ ճիշտ պատկերել ձորի մեջ աղմկող գետը։ Միջոցառման ընթացքում երեխաները հանդես եկան հայրենասիրական երգերով և բանաստեղծություններով։ Հայաստանը իմն է, Հայաստանը քոնն է, Հայաստանը մերն է հզոր հայրենի։ Միջոցառմանը ներկա էին Սևանի համայնքապետարանի, արվեստի դպրոցի աշխատակիցները, Երևանի Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարը և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բաժնի վարիչները, սաների ծնողները, ովքեր միջոցառման ավարտին դիտեցին թատրոնի խմբակի սաների թատերական ներկայացումը։ Էսա երեք, ձեզ էր մեղը 1 հեկտար է, ժլաղներ, ես կեզ միդաս, էժանության էր ման, չգաս։ Վայ, այս էտերև ինչ փորձանների ուրտերտ Կապես գերազանց աշխատել է, հրտնաջան են աշխատել ամբողջ տարին, ընկեր Խանդանյանի և ընկեր Մարկարյանի շնորհի է, այս ամենը, ընկեր Մարկարյան հատուկ շնորհակալ եմ ձեզ ուսումնական խիստ հսկողության համար, որովհետև այդ հսկողություններ, որ տվել են այսքան վայրերի մեջ, շնորհակալ եմ ընկեր Խանդանյանի, որ կարողացել այսքան աշխատանքները կազմակերպել, բերել, ավելի շատ շնորհակալ եմ երեխաներին և իրենց դասատուներին։ Շնորհալի երեխաներ են շատ, հիացած եմ նրանց խոսքի կուլտուրայով։ Ասեմ, դա շատ կարևոր է, յուրաքանչյուրը կարողացան իրենց աշխատանքը մեկնաբանել։ Եվ կարմիր թելի նման գնում էր հայրենասիրությունը, որից ամենահիացածն է։ Մի փոքրիկ հուշանվենք ձեր տնօրինությանը, Արփինե Մինասյան, Արգամ Պողոսյան, Գեղամա օր։